հայ մարդը հնարավորություն ստացավ ֆանտաստիկ մատչելի գներով բացահայտելու իր համար աշխարհը։ Սա միայն զբոսանք, սա էլիտար հանգիստ չի, սա իրոք հնարավորություն է տեսնելու ուրիշների կենցաղ ու կարգին երկրներ գնալ։ Ինչ ուղղություններ է բացել այս վիզեր, բացել է Հայաստանից Իտալիայի 5 քաղաք՝ Բարի, Հռոմ, Միլան, Նեապոլ, Վենետիկ։ 5 ուղղությամբ ամեն օր մատչելի գներով, մեկը մի քիչ թանկ կլինի, Չեխիա է բացել, Ռումինիա, Բուխարեստ, մայրաքաղաքը, Ֆրանսիա բացել Փարիզի մի քիչ Փարիզից են կողմ, բայց Փարիզա կողմ, Բուվիե օդանավակայանն է, հեսա այդտեղ են գնալու, բացահայտելու, էլ ուրա բացել։ Չեխիան ասեցի, Պրահայա թռնում, Սլովակիա, Վիեննա ենք հաշվում, ընթրդումա Սլովակիա, մի 2 շաբաթ առաջ էլ այտենց գնացինք Բրատիսլավա, 40 րոպե մեքենայով մտանք Վիեննա։ Վիեննա, Երևան, Վիեննա տոմսը $350, մենք $100 գնացինք բան, Բրատիսլավա։ Սա հնարավորություն, այսինքն Ավստրիա ենք խոսում, Գավսբուրգներ, ճարտարապետություն, գնացեք աշխարհ կերտած երկիրը տեսեք որն է։ Այսինքն սա իրոք բացված հնարավորություն է մեզ համար բացահայտելու ուրիշի կյանքը, ուրիշի կենցաղը, եւ դա կրթություն է, այո, դա կրթություն է։ Ես հաճախ մեր լեզվամտածողության մասին եմ եթերում խոսում, մեր ժողովուրդը առաջ չէր ասում, վայ կրթված մարդ է, ակադեմիկոս է, հին ժամանակներում ինչ էին ասում, աշխարհ տեսած մարդ է, այդ աշխարհ տեսած մարդը հավասարազոր էր կրթության, եւ այսօր էլ նույնն է, 1000 հատ տաղ պատմի, 1000 հատ, չգիտեմ, կինո ու բան նայի, մինչև չմխրճվես, չգնաս, չտենաս, արա, սենց երթևեկություն է հնարավոր փաստորեն, փաստորեն խանութում հերթ պահել է հնարավոր, փաստորեն կարելի օդանավակայանում էսպես դրսևորել, իսկ ինչու է այստեղ կենտրոնում կրուասանը 3 անգամ մատչելի քան Հայաստանի ջարդ ու փշուր սրճարանում, այդ բլոգ էի արել, չէ, ովքեր YouTube-ում նայում են։ Դա էլ է կրթության, այդ որ ասում գցենք բռնենք, բայց այդ գցել բռնելու արդյունքում է կերտվում նաև կրթվում եսը, կանաչ տարածքներ, աշխարհ ճարտարապետություն սպանիկ ձեր ռաբիզ ճարտարապետությամբ, հələ գնացեք մի հատ ճարտարապետությունը տեսեք որն է, հնություն պահելը որն է, Երևանի Երևան 2863 միլիվարկյանանոց քաղաք, գնացեք մի հատ 5 քաղաքը տեսեք որն է, հնություն պահելը որն է, մի տանիքի, մի գույնի տանիքներ ունենալը որն է, մաքուր պահել միջավայրը որն է, լիճը ամենամեծ քաղցրահամ լճերից մեկը աշխարհի, բա կանալիզացիա շինարար ժողովուրդ, ինչի ես լցնում քո կապուտակ Սևանը, ինչի է շան հոտ գալի ծաղկել է Սևանը, ամեն օգոստոս մամրակալում է, հոլանդացիներին եք գնացել, խնդրել գալիս են նավակներով ձեր տիղմն ու կեղտերն են ջրերից մաքրում, հոլանդացիներին էլ անուն եք դնում, մտե սա գեյ ու նարկոման են, բա դուք ինչ եք, բա դուք ուտող խմող կայֆաված լինող եք, չէ՞ մենակ։ Այդ է աշխարհ տեսնելը, ոչ թե գնացինք, չգիտեմ, Կոլիզեի հələ մի հատ գնացեք տեսեք, ոնց են մարդիկ 2000 տարի առաջ զբաղմունքը ինչ ա եղել, գլադիատորների ինստիտուտը ինչ ա եղել, $100 գնացեք, $100 քյաբաբ եք ուտում ամեն օր, այս բանում ձորը մարալներին վերցրած, երեկն այս կռվի մեջ էին գնելու ձորում 3 հատ նանարիկ ֆանարիկ բաներ, Nissan, ինչ էր, ռուժ էր, մուրանո էր, մի հատ այլանդակ Nissan, ջարդուփշուր, խցանում, ահավոր, ձորում կանգնած եմ, գալիս եմ պիտի դուրս գամ, բան, Հալաբյան փողոցը պիտի դուրս գամ, մի գծանի ա դե, այնտեղ հանդիպակաց չկա, մի գժելով, մի գժվելով, մի այդ շճակա, սիգնալա, ճճակա, ինչ հիմարությունա բանը, բարձր մյուզիկը միացրած մեքենայի մեջ 3 հատ էլ այլանդակ նայում է իր դեմքներին, մեկը նանարիկ էր գրած, մեկը ֆանարիկ, բան, այդ մարդու արտաքինից կասես, չէ, բարոյական ծագումը, այտենց գոռալով, ղժալով, սաղին ազդանշաններ տալով եկավ մխրճվավ, բան, եկելա կանգնելա սենց, այս, պատկերացեք, սենց դու կանգնած ես, եկելա սենց ուզում ա մտնի, սենց բանի տեղ, այսինքն ոչ զիջել, ոչ ասել, կամ մի հատ մարդ եք, վարորդ եք, վիրավորանք ա դա, այսինքն դու 15-20 րոպե կանգնում ես, որ 10 մետր շարժվես, ինքը ընդեղից արագ ես գալիս է բոլորի դեմը կտրելով, որ գա մխրճվի, չենք զիջելու, այ մի քանի օքուն չզիջես, դաս ջարդուփշուր անես, նոր կիմանա։ Ես այն ամենաթանկ ինշուրանսներից եմ անելու, սենց լաբավոյ հագտեմ ավտոների մեջ նոր իմանան ինչ կա։
Վայ, ինչքան կարելի է, այսքան մի հատ հին անեկդոտ կա այդ մեր ամեն օր երթևեկության մեջ էդի եմ հիշում, որ եթերային չի։ Որ ասում է մի հատ գալիա էր, մի հատ վալիա էր ամբողջ քաղաքում, բայց այսքան դուսպրծուկներ որտեղից էս քաղաքում, ովքեր հասկացան անեկդոտը գիտեն։ Մի խոսքով հոդվածից մի պատահար այսօր ձեզ համար ու ամփոփենք մեր զրույցը։ Ուրեմն ոմանց կթվա, որ այս բանը ավիատոմսերի մասին եմ էլի խոսում, ճանապարհորդության հասանելիությունը այսօր պատմական է դարձել, ոմանց կթվա, որ սա էական փոփոխություն չի, ոմանք ասեն սա ցուցամոլություն, սա ձև է, գլուխ գովալու բան է։ Ես կավելացնեմ, որ սա անասելի, աներևակայելի հնարավորություն է, որ վերջապես բացվել է մեր ժողովրդի համար, որից ճիշտ օգտվելու դեպքում, այս մատչելի տոմսերի մասին է խոսքը, ճիշտ օգտվելու դեպքում մի քանի տարի անց մենք կզգանք մեր հասարակության դրական փոփոխությունը։ Ճանապարհորդությունը վաղուց այլևս միայն շքեղություն չէ, այն դարձել է ժամանակակից աշխարհի ամենահասանելի, ամենակարևոր փորձառություններից մեկը։ Եթե երբևէ թռիչքները հասանելի էին միայն սահմանափակ մարդկանց, չէ՞, ապա այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է։ Էժան ավիատոմսերը, բաց սահմանները եւ մրցակցային ավիաշուկան հնարավորություն են տալիս հազարավոր մարդկանց բացահայտելու նոր երկրներ, նոր մշակույթներ եւ գաղափարներ։ Ներողություն։ Հայաստանի պարագայում ճանապարհորդությունը ունի առանձնահատուկ նշանակություն, այն պարզապես ինչ որ զբոսանք չէ կամ հանգիստ, այն կրթվելու, աշխարհայացքը լավացնելու, նոր հնարավորություններ բացահայտելու հստակ ճանապարհ է։ Յուրաքանչյուր ուղևորություն դեպի հատկապես Եվրոպա, քաղաքակիրթ երկրներ բերում են նոր փորձ, նոր կապեր, նոր գիտելիքներ, համեմատություններ, որոնք հետագայում կարող են ծառայել երկրի զարգացման համար։ Վերջերս 3 Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտնում է, որ 900 դրամով Գյումրի կարելի է գնալ, Գյումրիից Կիպրոս կարելի է մեկնել։ Սա իսկապես աննախադեպ բան է, թեպետ դա կարող է թվալ ինչ-որ խորհրդանշական եւ չափազանցություն, սակայն այն ընդգծում է մի կարևոր իրողություն՝ ավիափոխադրումները դառնում են մատչելի, իսկ աշխարհը, մարդկանց համար ովքեր ընդհանրապես աշխարհը չեն էլ տեսել կյանքի մեջ, աշխարհը դառնում է բաց։ 3 հատ պոնչիկի գնով գնաց բան, գուրմենիա խանութ կա մի հատ։ Կրուասանը 1200 դրամ է։ Դու պատկերացնում ես 900 դրամով գնում են լառնակա։ Դու համեմատություն ես դուրս տա։ Նման զգացումները հատկապես Հայաստանի համար, երկրի համար շատ կարևոր են, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ փակ հասարակությունները, իդեպ մենք այնքան գլուխ են գովում այս փակ հասարակությամբ, լեռներով պատված, բան չենք տեսել, դրա համար այսօր չենք համեմատե։ Հարթավարային ժողովուրդները ավելի շատ են համեմատվե, գնացեք, տեսե բան, էվոլյուցիան այդպես է ապրել, այսինքն ճանապարհները, բաներ, որ ավելի իհարկե ռազմական առումով գուցե ավելի անառիկ է, բայց զարգացվածության առումով այդքան էլ լավ բան չի, այդ փակված հասարակություն լինելը։ Փակ հասարակությունները երբեք չեն կարողացել լիարժեք զարգանալ։ Դա փաստ է պատմական։ Երբ սահմանները փակ են, սահմանափակվում են ոչ միայն մարդկանց տեղաշարժը, այլ գաղափարը, գիտելիքը, նորարարության հոսքը։ Արդյունքում նման հասարակությունները դառնում են հետամնաց, կորցնում են մրցունակությունը, հաճախ հայտնվում են տնտեսական մշակութային ճգնաժամի եզրին, հարգելիներս, բաց սահմանները հակառակը խթանում են զարգացումը, դրանք հնարավորություն են տալիս մարդկանց սովորել կողքինից, մեր դարում ասած կարան գնան, տեսնեն, սովորեն, գուցե համալսարան ընդունվեն, ներգրավեն, որ մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվեն, կապեր ստեղծեն վերջիվերջով այսպես շարունակ։ Հայաստանի համար սա կենսական նշանակություն է, որովհետև փոքր շուկան, սահմանափակ ռեսուրսները պահանջում են ակտիվ ներգրավվածություն գլոբալ աշխարհում։ Բոլոր փոքր երկրները, հարգելի բարեկամներ, տենց են կայանում։ Եթե շուկատ փոքր է, ժողովուրդը քիչ է, դու պիտի կարողանաս խելքով աշխատել, որովհետև քանակով, եմ ասում, զավոդը լինի աշխատենք, եղբայր զավոդը չի լինելու այլևս, այդ սոցիալիստական մտքերը թարգեք, զավոդ չկա աշխատենք, որովհետև Չինաստանը եւ կողքը Թուրքիան այնքան է
հզոր զավոդներով դու չես կարող ինչ որ մի բան արտադրելու համար բռնես միլիարդներ դնես ժողովրդի տանես զավոդում աշխատի խելքով բարձր տեխնոլոգիաներ ինժեներական միտք ինչ որ շատ ավելի գաղափարային բաներ պիտի անես այդ սոցիալիստական ճամբարում էր տեն զավոդ տրակտոր սարքենք 2 կիլոմետր չգնա այդ իմ գնահատականը չի դա բոլոր տնտեսագետներն են ասում որ մեծ շուկան Չինաստանը այդ մանր մուները շեր պատրեբա կոչում այդ ամենը զավթել է մենք չենք կարող այդ ծավալի բան անել ասենք չգիտեմ ներքնազգեստ կարելը որովհետև այդ տեքստիլ ֆաբրիկան այդ բուրդը բանը բամբակը բերել մշակել սարքել բան ինքը Չինաստանից ավելի հեշտ կբերի հեսա Թուրքիան բացվի Թուրքիայից է բերելու արդեն որն է միշտ էլ նույն Մալացյան էինք այսօր խոսում Մալացիայում միշտ էլ այդ թուրքական ապրանքներ էր վաճառված, ամեն ինչն էլ այդտեղից էր։ Այս հիմա Հայաստանում թեմույացավ են կպե, ում տենում ես թեմույա, արդեն արտաքինով կարաս ասես ով է թեմույց հագնվում, 90%-ը թուրքական արտադրանք է։ 90% ինքը չինական բրենդ է, բան չունեմ ասելու, բայց Թուրքիայից են բերում։ Թուրքիան մեծ քանակությամբ, չգիտեմ, մեծ կոնտեյներներով, նավով, բանով բերում է իր նավահանգիստները ու տարածաշրջանի երկրներին արդեն վաճառում է։ Էդ է։ Հզոր պետությունը տենց բանա որ վայ չենք առնի, վայ չենք, չես կարող կանխել դա։ Պիտի հասկանաս ոնց ճիշտ դասավորես, որ քեզ մի օգուտ լինի, ոչ թե փակվել աշխարհից ու մնալ բանում ստվերում։ Վայ։ Մի խոսքով Այսպիսով փաստորեն մենք գալիս ենք եզրակացության, որ աշխարհը դարձել է ավելի հասանելի եւ փառք Աստծո։ Ու քանզի մենք մեր եթերներից այստեղ էլ յոգայի համար էլ հաճախ անդրադառնում ենք լեզվին ու լեզվամտածողությանը, քիչ առաջ ասացի, որ մեր ժողովրդական ասույթ կա, ասում աշխարհ տեսած մարդ ես, այդ աշխարհ տեսած մարդ ես արտահայտությունը հայերենում ունի խոր արմատներ եւ դարերի պատմություն։ Անհիշելի ժամանակներից այն օգտագործվել է եւ բնութագրվել է այնպես այն մարդու հասցեին, ովքեր ոչ միայն ճանապարհորդել են, այլ իրենց տեսածով, լսածով, ապրածով հարստացրել են իրենց մտածողությունն ու գիտելիքները։ Այս արտահայտությունը աշխարհ տեսած մարդ գրեթե միշտ հավասարվել է կրթված մարդուն։ Առաջ անգամ ոչ վաղ անցյալում, հիմա ձեր ընկերները դուք գուցե կհիշեք, ոչ վաղ անցյալում աշխարհ տեսնելը մեծ դժվարություն էր։ Դա թանկության հետ էր կապված մեծ գումարների։ Մարդիկ հազվադեպ էին լքում իրենց բնակավայրը, իրենց քաղաքը, իրենց գյուղը։ Օրինակ ես կուրսեցի ունեի, ով ինստիտուտ ընդունվելու համար առաջին անգամ էր դուրս եկել իր ռայոնից։ Չեմ ուզում անունը ասեմ։ Մեր օրացին 20 տարի, 25 տարի առաջվա բան եմ ասում, մարդը առաջի անգամ էր դուրս եկել։ Ես մարդ եմ ճանաչում Հայաստանում 45 տարեկան Սևան չէր եղել։ Սևանում չէր եղել։ Այդ գնահատական է։ Հիմա կասես, վայ, դա ինչ կարևոր, դա շատ կարևոր է։ Դա շատ կարևոր է։ Ոչ թե ինքը վատ մարդ է, ոչ թե ինքը ինչ որ չէ, հարցը դա չի, ճիշտ հասկացեք։ Դա աշխարհընկալման հարց է։ Բա մեկ էլ հանկարծ Իտալիա, մեկ է հոփ Ռոմա գնում, բայց աշխարհը խենթանում է, կգժվեն մարդիկ բառացիորեն։ Կամ ավելի վաղ անցյալ գնանք, մեր ծնողների, իմ ծնողների ժամանակները, չեմ ասում պապեր, ծնողները 40 տարի առաջ, 40 տարի առաջ, հիմա միջինում մեր ծնող ասենք 60 տարեկան, 55 տարեկան են, իրանց պատանեկության ժամանակ, իրան կարային գնային որևէ երկիր, Սոչի, Մինսկ, Պիտիգորս, Մինսկ, բան, այդ էր, բայց կարային գնային սոսլագեր կամել, ասում եմ, բոլորը այդ են պատում, դռել էինք տանում, ծախում էինք, որ հարցերներս լուծեինք։ Ում հետ խոսում եմ էտա։ Անգամ իմ ավակ ընկերներից մեկը, որ Պարի խմբով գնում էր սոցճամբար, անունը չեմ տալիով, բոլորը այդ են պատում, Զենիթ ապարատ էինք տանում մեր հետ եւ դռել էինք տանում, վաճառենք, որ ձեռքներս փող լիներ, որ կարողանայինք ապրել։ Դռելով եւ Զենիթով։ Ասում եմ, Տամոժջանում էլ հարցնում էին, ասում էին, այդ չհասկացա, բոլորը դռել եք տանում, ասում եմ, այտենց դռելների պար կա, դռելներով պար պիտի πάρենք, այդ հայտնի պատում է, որ պատմել են։ Իսկ հիմա դու կարաս համեմատես այդ ճամբարի այդ բանի հետ, բայց գնում սովորում էին մարդիկ, դա էլ է կյանքի դպրոցը։ Այս ընկալումը չի կորցրել իր արդիականությունը նաև մեր օրերում, թեև այսօր կրթությունը հասանելի է համալսարաններում, առցանց հարթակներում, YouTube-ներով մարդիկ ինստիտուտներ են սովորում, բայց այնուամենայնիվ աշխարհ տեսնելը շարունակում է մնալ յուրահատուկ կրթական ձևաչափ։ Ճանապարհորդելը եւ
այդ ամեն ինչի հետ անցնելը, մարդը ճանապարհորդելով բախվում է տարբեր մշակույթների, սովորում է հարմարվել նոր միջավայրների, հասկանալ այլ մարդկանց մտածելակերպը եւ այլ մարդկանց կենսակերպը հասկանալով հարստացնում է իր գիտելիքները։ Ես հաճախ այդ եմ ասում եմ օրինակ ասիական երկրներում չփչփացնելը կոմպլիմենտ է տանտիրուհուն եւ խոհարարին։ Եթե դու մի բան ես ուտում չփչփացնում ես, ինչը մեր մշակույթում անհարգալից է, դա իրանց մոտ օքեյ է։ Դա բակոչում է, որ ասում են ճիշտը մեկն է, մի հատ այնց ընկեր ունեի։ Վայ, այ տենց ապրեց Բիսեդ Կումսակյանքը։ Չկա տենց բան։ Ճիշտը ըստ միջավայրի է, որովհետև ինչը այս միջավայրում ճիշտ է, մյուս միջավայրում կարող լինի սխալ, իսկ աշխարհը բաց է, դու չես կարող սահմանափակվել։ Եթե ապրես մի բակում, մի միջավայրում, գուցե կան այսպես կոչված ճշտի օրենքներ, դու տենց ապրես, բայց աշխարհում, աշխարհի քաղաքացի լինելով, գնալով գալով դու չես կարող այդպես լինել։ Հասարակ բան կրոնը, ձեր սիրելի թեման։ Մտնում ես մահմեդական տեղ, գլուխդ պիտի փակես։ Մտնում ես քրիստոնյա տաճար, գլուխդ պիտի բացես, անհարգալից է։ Եվ դա ոնց լինի։ Մտնում ես սինագոգ, կեսը պիտի փակես, բայց ճիշտը ո՞րն է այդ դեպքում։ Այսինքն նիստուկացը, մոտեցումը, ձևակերպումը դրանք տարբեր բաներ են։ Կանանց նկատմամբ վերաբերմունքը, ասենք Կովկասում ուրիշ ձև է, կովկասյան մշակույթում կնոջ նկատմամբ վերաբերմունքը, չգիտեմ, ասիական երկրներում ուրիշ ձև է վերաբերմունքը։ Ընդհանրապես այդ հետխորհրդային երկրների պատմությունը ես որ ուսումնասիրում եմ, չի կարող մի համակարգի մեջ էստոնացին, օրինակ ասենք մեր հայը, ուզբեկը եւ ինչ ասեմ, ույգուրը մի արժե համակարգի մեջ ապրեն։ Ամենայն հարգանքով բոլորին, բոլոր ժողովուրդին, գիտեք, ես ինտերնացիոնալ եմ ինձ համարում, ինձ համար վատ ժողովուրդ չկա, վատ ազգ չկա, կան վատ մարդիկ, շատ վատ մարդիկ, ովքեր եւ խառնում են բոլորին իրար։ Մարդը որպես ինքնին բարձրագույն արժեք խառնվում է, երբ որ այդ բարձրագույն արժեքին բերում ես պեչատներ ես խփում։ Ինչ կրոնի է, ինչ ազգության է, ինչ արժե համակարգի է, ինչ բարքերի է, ու տենց ամենը քանդվում է։ Աշխարհայացքի ձևավորումը չի սահմանափակվում միայն տեսական գիտելիքներով։ Այն պահանջում է կենթանի փորձ, շփում, դիտարկում եւ համեմատություն, երբ մարդը տեսնում է, թե ինչպես է ապրում ուրիշը, ինչպես է կազմակերպում իր հասարակության մտածելակերպը, ինչ արժեքներ են կարևորվում, եւ նա սկսում է ավելի խորունկ ընկալել իրականությունը։ Ես ուսման նպատակով էի եկել Ամերիկա ուսանողական վիզայով։ Ես ապշեցի, տես մեր ասում, դպրոցից էինք խոսում, մեր դպրոց, կարդություն։ Դաշնամուրի դասատուն քանոնով մատերս էր ջարդում, գնում էի մաթեմատիկայի պարապելու այն անտեր 5-րդ մասիվի 9-րդ հարգում սարցակալում էի, հələ չեմ ասում ոնց էի հասնում պարապունքի տեղը, այդ 28 համարի գազելը, միշտ մանավանդ ձմեռը կենթանաբանական այգու այդ դիքը սառում էր, գայի փողոցը սառելով հետ էինք իջնում ֆիզիկա, դա ձև էր, դա բան էր, սովորել։ Ամեն օր գալիս էի, անգլերենից դասատուի տեղը, մարշրուտկայի տեղը ստանում էի այդ 100 դրամը, որ էին բուֆետի փողներ։ Իջնում էր մի հատ մերսի չէր ասում, մի հատ է ցածր գնահատական էր, դու իդիոտ կա, ոնց չասեմ։ Այդ չէր, արժե համակարգ են խոսում։ Մեկը գնացի Ամերիկա, ոչ անգլերեն գիտեմ, ոչ փող ունեմ, ոչ նորմալ վիճակ ունեմ, ոչ նորմալ պայման ունեմ, խայտարակ մի հատ վիճակի մեջ, խայտարակ, դասատուի վերաբերմունքը, հարց ասում եմ, ոնց կլինի։ Մեկը ասաց, ես չգիտեմ, I don't know, Raf, I don't know, but let's figure out after class ասում է։ Ես քեզ կսպասեմ բանում, library-ում, գրադարանում, արի գտնենք քո հարցի պատասխանը։ Ես նոր եմ գնացել, մի 2 շաբաթ է գնացել եմ Յուտայի չոլերում։ 2 շաբաթ գնացի դասից հետո շնչակտուր աշխարհի ծերներ գրադարանը, մեկը դիտամ բաբլի են կոֆեի պես են բաբլա բոբայա, ինչ այն որ մեջը կլոր բաներ է լցրած։ Էդիա վերցրե 2 հատ, գրքերա դրե հատակի վրա, բարձերի վրա նստել ենք պուֆիկի վրա, գրքի պատասխան են գտնում։ Բա էդ համակարգ եք ասում, արժե համակարգից եք խոսում։ Մենի մատերը դա ջարդում, այն ասում է, օքեյ, կոֆե ենք բերե, նստենք հարցի պատասխան գտնենք։ Իրա բոլոր թերություններով։ Չկա համեմատելու բան չկա։
Եվ այսպիսով ավարտելով մեր զրույցը, արգելի բարեկամներ, ճանապարհորդությունից սկսեցինք, ճանապարհորդությունից ավարտենք այսպիսով ճանապարհորդության հասանելիությունը միայն հարմարավետության հարցը չէ, այն ռազմավարական նշանակություն ունի, այն ձևավորում է ավելի բաց, ավելի կիրթ, ավելի մրցունակ հասարակություն, իսկ փակ սահմանները, որքան էլ երբեմն ներկայացվում են որոշ ուժերի կողմից որպես անվտանգության ապահովման երաշխիքներ, իրականում շատ ավելի բարդ պայմաններ են ստեղծում եւ խոչընդոտում են զարգացմանը։ Այսքանը արգելի բարեկամներ, շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար, սիրում եմ բոլորիդ, ուրբաթ յոգա ուղեղի համար նախագիծը այսքանով ավարտված է, շնորհակալ եմ մեր հարգարժան գործընկերներին, որ մեր կողքին են, իմ կողքին են